Եթե ինձ չընդհատեք անգիրարած տեքստս կասեմ, դրսում նոր 2 անգամ կրկնել եմ հիշում եմ։ Բարեձեզ։ Ես հասարակ զինվորական եմ։ Մի րոպե։ Հասարակ զինվորական հաստատ չես, որովհետև նախ սպեցնազի համազգեստով ես, հետո մայորի կոչում ունեք։ Ընդհատեցիք, տեքստս մոռացա։ Լավ։ Մի ընդհատիր։ Ես շատ շուտ դույի չեմ ասնում, բայց դու ինձ հա ընդհատում ես ու դա ինձ նյարդայնացնում է։ Բայց ընդամենը ասացի լավ։ Դե ձենդ։ Այն անգամ երբ որ օգնեցիք ինձ, ես նույնիսկ շնորհակալություն չհայտնեցի։ Մտածեցի, որ չհանդիպեմ քեզ։ Մտածում եմ քիչ խնդրեմ ունեմ, մնում էր սիրահարվեի քեզ։ Բայց դու հանգիստ տեղդ նստողը չես։ Մտար Facebook քո լայվերով։ Ես էլ սկսեցի հետևել քեզ։ Ու նայում եմ ու տանջվում։ Ես զինվորական եմ։ Ես պիտի կռվելուց հավատամ, որ իմ գերագույն գլխավորը մոզգ է։ Ու դա ինձ խանգարում է։ Ապրես որ չես ընդհատում, հիմա անցնում եմ ուրիշ թեմայի։ Տեսա ինչպես ես մտնում սրճարան, որոշեցի ծաղիկներ առնեմ։ Շատ սիրուն եմ։ Ինչ տարբերություն սիրուն է, թե չէ, խանութում միակն է, եթե ճաշակ էլ չունենայի, միևնույն է դա է գնել։ Հիմա ընդհանրապես պիտի չխոսամ, սիրուն եմ, ասում եմ սիրուն եմ։ Քո պատճառով ես քո կյանքի ամենահիմար սիրո խոստովանությունն եմ անում։ Եվ իմ կյանքի։ Միգուցե քո կյանքի։ Դու գժվել ես։ Ես կյանքում եմ այսքան իրար խառնված եղել։ Լավ կասես իմ մեղքը որն է։ Որ գեղեցիկ ես, որ խելացի ես, 100,000 հետևորդ ունես, եւ ի վերջո քաղաքական գործիչ ես, քիչ է։ Համաձայն եմ։ Ինչի՞ն։ Համաձայն եմ ամուսնանալ հետոց։ Ապուշ ես։ Բայց ինչ եմ ապուշ։ Ես դրա համար չեմ քեզ սիրո խոստովանություն անում, որ ասես համաձայն ես կամ չէ։ Բայց ինչ եմ արես անում։ Որ վաղը մեռնելուց լինեմ չտանջվեմ, որ չեմ ասել։ Հիմա ստիպված կսկսեմ վախենալ մեռնելուց։ Բայց ինչի՞ պիտի մեռնես։ Բախու կարծիքով ինչ պետք է անեմ։ Ինչ պետք է անեմ։ Լրիվ տրամադրությունից փչացրեցիր։